անցնում եք ակցիա կառավարության դիմաց, ձեր աղջկա մասով, ինչ արձագանքներ կան կառավարությունից։ Ես գոյեմ կառավարությունից, Փաշինյանին իմ հոսքը չի խասել Փաշինյանին։ Դիմումներ տվել եմ, գնացել եմ Մարտունի ղեկավարները, դադախասը, քննիչը, ծածկել է, նրա օրգուրի տղեն առաջ եղե քննիչ։ Անի Սերժի Քոչարյանի մարդիկն է եղել, այդ քննիչը։ Իմի դուսա եկե, կացե աստավքի, իր օրգուրի քերու տղենը, երեխեցրան հաշտ ընտանիքի, սպանածա, ասում են իվայտա, պարզվա, որ երեխին սպանած է։ Մորը տվին տնային կալանք։ Հիմի ես պարզում եմ, ինչի համար իմ երեխին սպանածա ամուսինը խապես տնից տարավ, հունվարի 7-ի, փետրվարի 24-ին, փետրվարի 24-ի 11-ին երեխին սպանեցին։ Ես պահանջում եմ, արտարություն եմ ուզում, այդ արտարությունը ինչ եղավ։ Ես պահանջել եմ դադախասի, քննիչի, բոլոր մարզերը փողոքել եմ, գնում եմ Մարտունի, դադախասը, քննիչը, միլպետը, դրանք ծածկում են իմ երեխի դիակը։ Թղթերը, խնդրում եմ այդ հարցը Փաշինյան լուծա։ Ես Փաշինյանի համար եմ եկել նստել եմ նստավ այլ։ Բայց ինչ եք կարծում, որ հասնի Փաշինյանին կլուծվի հարցը։ Այո։ Իսկ ձեր գլխավոր պահանջը ո՞րն է։ Գլխավոր պահանջում եմ ինչա սպանած իմ ատխաշ երեխին, երկու երեխին մոտ։ Լավ չէր, ես տերենք իմ երեխին, կլտունենք իմ երեխին։ Այսինքն դուք հարցի պատասխանն եք ուզում իմանալ և որ պատժեն մեղավորին։ Այո, մարդասպանին պատժեն, շունոր շունա, ժողովուրդ ջան, լրագրող ջան, ժուրնալիստ ջան, ոտը չարտի, գլող չարտի, կներեք իմ արտահայտության համար ժողովուրդ ջան, կսատկի, դադախասի շանը սպանողին, բայց մարդը սպանողին տան մեջ են, սպանածը դա չի խասում ազատության մեջ են։ Իսկ ձեր աղջկա երեխաների հետ հիմա կապ ունեք։ Ոչ, երեխան տեսել եմ, որ սպանությունը չեն թողում, որ ես երեխեքին սովորցնում ասում եմ, չեմ ճանաչում տատի, խնդրում եմ մարդ ուղարկեք մեր բանը, մարզը, նարեք գյուղում, բոլորից թող հարցնեմ, պուճուր գյուղա, իմ կենսագրություն, իմ երեխեքի կենսագրություն, իմ ամուսնի կենսագրությունը, խնդրում եմ ընկեր Փաշինյան այդ հարցը լուծի, մենակ Փաշինյան այդ հարցը կլուծի։ Այսինքն դուք այնտեղից գալիս հասնում եք այստեղ։ Այո, ես Արտաշատ Նարեկ գյուղից գալիս եմ հասնում եմ նստավ այրում, 70 տարեկան կին եմ, ամոթ էլ ղեկավարների, չէ որ ամոթ է մեր Հայաստանի ղեկավարների, որ ծածկում են մարդասպանի դիակը, Մարդունը, քննիչը, դադախասը, միլպետը, բոլոր իմ երեխի դիակն իրենք են ծածկում, Կաշար Կերածա, Ղազարյան Լովանա ծածկում իմ երեխի դիակ։ Բայց ասեցիք 24 թվականին է, չէ՞ դեպքը ունեցել։ Բայց մինչ դա նշում եք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժի կողմնակի մարդիկների, Ղազարյան Լովան, նայա թակցրա իմ երեխի դիակը։ Բայց կառավարությունը փոխվել էր 10 թվականից։ Փոխվել էր, նա գնացել էր աստավքի կապ ուներ իրենց հետ, կոլեգիանա։ Ղազարյան Լովայի կոլեգիանա գիշերով երեխին սպանան, կաշար տվեց ծածկա երեխի դիակը։ Ընձել է խապեցին, ասեցին իվակտա, իվակտից հետո մորանի մարտվեցին աղջիկ ջան, բանեն, տնային կանակ։ Բայց ստացվում է, որ ներկա իշխանությունների ժամանակ է դեպքը եղել։ Այս իշխանների ժամանակ իրենք բանան, այս Ղազարյան Լովանը գրուպան իշխանների օրոք։ Նրանք ծածկացան, 16 տարի, ինչ իրավունք ունի դատական բժիշկ նստի, գրեթե 3 տարվա բժիշկ է, քննիչը կամ միլպետը, ինչ բան ունի, որ 10 տարի նստի, 25 տարի միլպետը, ինչ իրավունք ունի նստի Մարտունի, ինչա չխանա շպրտել դիսը, երեխի գործերը նրանք ծածկացան, կաշար վերցած ծածկացան, խնդրում եմ պարզաբանեք, խնդրում եմ Փաշինյան, այդ հարցը Փաշինյան կլուծա, ոչ մի մարդ է, Մարտունի, Թալանչի, բանդիստ է, ես նոր էլ արտահայտեցի, ասեցի շունոր, ոտը չարտի, գլող չարտի, էլի ներողություն եմ ժողովրդից խնդրում, կվսատկի,
Դատախաս 3-4 տարի։ Իսկ մարտսպանի դա չխաս ազատության մեջ է։ Երեխից 40 կն լճելերը 5 ամուսնացավ երբ երեխա ունի։ Էդի գորենք, հա։ Ես խնդրում եմ Փաշինյանին, խնդրում եմ ձեզ, լրագրողներ, ժուրնալիստներ, հանձնած ձայնեք։ Ամոթ այոր ես 70 տարեկան կնի, առնում իմ երեխի նկարն կամ կայնում եստեղ։ Ղեկավարներին էլ պատիվ չի։ Ամոթ է։ Ձեր աննազգան նկեշ։ Պետրոսյան Այկանդուխ Ալեքսանդր։